Մենք այսօր հավաքվել ենք այստեղ ոչ միայն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում ընդունելու համար, այլև պատասխանելու մի շատ ավելի ծանր եւ խորքային հարցի։ Արդյոք 44-օրյա պատերազմում պարտության, տարածքային ամբողջականության խախտման եւ Արցախի կորստի հետևանքներով ծանրացած իրականության, խոցելի անվտանգային համակարգի եւ աճող արտաքին ճնշումների պայմաններում հնարավոր է պահպանել պետությունը։ Եվ եթե այո, ինչպիսի աշխարհաքաղաքական կշռով եւ ինչպիսի տնտեսությամբ։ Այսօր մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը, քաղաքականությունը եւ տնտեսությունը այլևս հնարավոր չէ տարանջատել։ Իրան-ԱՄՆ եւ Իրան-Իսրայել հակամարտության սրացումը միայն ռազմական կամ դիվանագիտական զարգացումներ չեն։ Դրանք էներգետիկ հոսքերի վերադասավորում են, տրանսպորտային ուղիների վերագծում եւ կապիտալի տեղաշարժերի կտրուկ փոփոխություն։ Եվ այս ամենը նշանակում է, որ մեր տարածաշրջանը դառնում է ոչ թե պարզապես անցման գոտի, այլ մրցակցության, ճնշման եւ վերահսկման տարածք։ Միևնույն ժամանակ մենք ունենք եւս երկու իրականություն, որոնցից չենք կարող փախչել։ Առաջինը՝ մեր անմիջական հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը մեր նկատմամբ չեն վարում բարեկամական եւ նույնիսկ չեզոք քաղաքականություն։ Նրանց տնտեսական ծրագրերը, հաղորդակցային նախագծերի վերաբերյալ միջանցքային պատկերացումները չունեն Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության ձևավորման նպատակ։ Դրանք կառուցվում են Հայաստանը շրջանցելու, նրա տնտեսական դերակատարությունը նվազեցնելու եւ այնպիսի կախված համակարգ ձևավորելու համար, որտեղ մեր ինքնուրույն որոշումները սահմանափակված են։ Ժամանակ առ ժամանակ օբյեկտիվ կամ իրավիճակային պատճառները ի հայտ են բերում մեր տնտեսության կառուցվածքային խոցելիությունը։ Մի քանի օր փակված ճանապարհ, մեկ սահմանային խցանում կամ սահմանափակում եւ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կանգնում է անորոշության առջեւ։ Սա նշանակում է, որ մենք չունենք դիվերսիֆիկացված լոգիստիկա, մենք չունենք ապահովված հաղորդակցային անվտանգություն եւ մենք առհասարակ չունենք տնտեսական ինքնավարություն։ Եվ ահա անխուսափելիորեն հարց է առաջանում, այս պայմաններում մենք ինչ տնտեսությամբ ենք ապրում։ Մենք ապրում ենք մի տնտեսությամբ, որը կառուցված է արտաքին հոսքերի վրա, վերարտադրվում է սպառման միջոցով եւ կախված է այն գործոններից, որոնց վրա մենք գրեթե ազդեցություն չունենք։ Մենք արձանագրում ենք թվեր, բայց այդ թվերը չեն դառնում համակարգ։ Մենք ունենում ենք աճ, բայց այդ աճը չի դառնում կարողություն։ Իշխանական քարոզիչները մեզ ասում են, որ այս ամենը կարելի է կառավարել, ռիսկերը մեղմել եւ ապահովել սահուն անցում։ Բայց իրականությունն ակնհայտորեն այլ է։ Խնդիրը ռիսկերի մեջ չէ, խնդիրը մոդելի մեջ է։ Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ եւ չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ տնտեսությամբ պայմանավորված պետություն։ Եվ սա այն կետն է, որտեղ տնտեսական քաղաքականությունը դառնում է պետականության հարց։ Այսօր գործող իշխանությունները մեզ առաջարկում են տեսլականներ, դոկտրիններ եւ ուղեցույցներ, բայց դրանք չունեն հաշվարկներ, մեխանիզմ եւ պատասխանատվություն։ Դրանք սոսկ շարադրանք են դրված թղթի վրա։ Շարադրանք առանց գնահատականի, առանց պատասխանատվության եւ առանց արդյունքի։ Իսկ վերջին տարիներին մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչ է լինում, երբ պետությունը կառավարվում է լոկ շարադրանքով եւ լոզունգներով։ Մենք տեսել ենք պատերազմ, հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ, Արցախի կորուստ եւ հայաթափում, անվտանգության համակարգի փլուզում եւ տարածքային ամբողջականության պահպանման անկարողություն։ Սա մի կողմից քաղաքական համակարգային ձախողում է, իսկ մյուս կողմից քաղաքատնտեսական ձախողում է, որովհետեւ պետությունը պարտվում է ոչ միայն բանակով, պետությունը պարտվում է նաեւ իր տնտեսական մոդելով։ Եվ հենց այստեղ է, որ մենք առաջարկում ենք այլ ճանապարհ։
Այնինչ մենք ձևակերպել ենք որպես 7 ուղղություն, առանձին ծրագրեր չեն, դրանք մեկ ամբողջական համակարգ են։ Համակարգ, որը կառուցում է արտադրող տնտեսություն, ձևավորում է արտահանող կարողություն, ստեղծում է ներքին կապիտալ, ապահովում է կառավարվող ենթակառուցվածքներ եւ պաշտպանված տնտեսական միջավայր։ Եվ մենք ասում ենք, մեր առաջարկը պարզապես տնտեսական ծրագիր չէ, այն պետության վերակառուցման նախագիծ է։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ հնչած ելույթները ցույց են տալիս, որ մենք ունենք ոչ միայն գնահատականներ, այլ նաև մեխանիզմներ։ Ոչ միայն քննադատություն, այլև կառուցողական տրամաբանություն։ Սա թիմ է, որը ոչ միայն հասկանում է իրավիճակը, այլև տեսնում է դրա հետևանքները եւ գիտի ինչ քայլերով է հնարավոր փոխել այն։ Եվ այստեղ կարևոր է մի պարզ ճշմարտություն։ Կառուցվածքային եւ խորքային փոփոխությունները չեն լինում ինքնաբուխ։ Դրանք տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք կոտրելու գործող մոդելը, պատասխանատվություն դրա հետևանքները կրելու եւ առաջնորդություն այդ գործընթացը միջև վերջ տանելու։ Ում ենք պատրաստ վստահել այդ առաջնորդությունն ու պատասխանատվությունը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։